Չէ, չգիտի։ Բայց այդ Հայկի որոշելու բանն է, էլի։ Ինքը կորոշի, ասի թե չասի։ Հայկի տղու մասին է խոսքը։ Վարդան ջան, ասում եմ, մի հատ չզանգենք Արմանին իմանանք Մարին դուս է եկե վերջացրել է։ Հա, Արմանին ասել եմ։ Հենց մի բան լինի, Արմանը կզանգի։ Ամել Մարատը հեսա գալու է։ Մարատը եկավ, միասին կգնանք Մարիի մոտ։ Հա։ Քննիչը Հայկի հետ խոսացել, հա։ Հա, Վարդան ջան։ Հայկն էլ նույն բանն ասել, ինչ որ մենք։ Քննիչը չի ասել, ում վրա կասկածում ինչ ասում, չի հարցրել։ Դու հարցրել այն էլ մի քանի անգամ հարցրել։ Բայց Հայկը ասել է, ես ոչ մեկին չեմ կասկածում։ Համու ջան, Հայկն ասել, բայց այդ քննիչը հավատացել է դրան։ Դու ես ինչ իմանամ, Արշակ ջան։ Դու կարող ես ցույց տա, որ հավատում է, բայց իրականում չի հավատացել։ Հա, դրանք տենց են։ Միջև վերջ ամեն ինչ չիմանան, չեն համոզվի։ Իսկ եթե իմանան Հայկը խաբել է, լավ չի լինի, չէ՞։ Վատ կլինի։ Շատ վատ, Արշակ ջան։ Բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակը չի։ Պիտի մտածենք այդ մահափորձը կատարողի դեմը ոնց առնենք։ Իսկ նորություն կա, Վարդան ջան։ Կա։ Մարատը զանգեց, ասեց, որ նորություն կա, բայց հեռախոսով երկար բարակ չեմ խոսացել, էլի թող գա, Մարատը ամեն ինչ կպատնի։ Չէ, Շուշան որ քուրել այսօր տուն չեմ գա։ Չէ, Արշակերին չգիտի, Արմանն ասեց Վարդանի հետ գնացել են իրենց ընկերոջ տեսնելու։ Հա, նույն հիվանդանոցում է։ Հա, լավ։ Մարի ջան, ամեն ինչ պատրաստ է, կարող է գնանք հիվանդասենյակ։ Գնացինք։ Ասա Շուշա։ Դու Հայկի մոտ ես։ Չէ, այսինքն հա էլի, Հայկի մոտ ենք, պալատի մոտ ենք, տղեկով խոսում ենք։ Հենց նոր Մարին զանգեց։ Ասեց, որ վաղը վիրահատվելու է ու սպասում է, որ իրեն տանեն պալատ։ Ոստե, բա մեզ ինչի չի զանգե։ Բայց ինչի պետք է զանգեր։ Ես չեմ հասկանում, դու Հայկի մոտ ես գնացել, թե Մարի։ Շուշան ջան, հիվանդանոց գալու ճամփին հիշեցի, որ Հայկն էլ է այս նույն հիվանդանոցում պարկած, որտեղ որ Մարին, հա, դե Վարդանի հետ որոշեցինք, ասենք մի հատ մտնենք Հայկին տելանք, քանի Մարին մտել է բժշկի մոտ։ Մենք ինչ իմանանք, որ Մարին այսքան շուտ է դուրս գալու։ Փաստորեն Վարդանն էլ է հետդ, հա։ Ուրիշ ժամանակ այդ Վարդան ու Արմանը իրար կոկորդ են կրծում Մարիի համար։ Ես բան չեմ հասկանում։ Այդ Հայկի վրա մեղր է քսած, որ այդպես ձգում է։ Շուշան, լավ էլի, որ մի բան չգիտես, ավել պապկաս մի խոսա, էլի։ Լսի, բայց դու ինչ տեսակ մարդ ես։ Ոնց ես այդքանից հետո վազում այդ Հայկի մոտ։ Շուշան, դու հաստատ հիմա ավելորդ բան ես խոսում, եթե բան չունես ասելու, ես անջատում եմ։ Բայց ինչ չգիտեմ, կարող է նոր բան է եղել, դե ասա, ես էլ իմանամ այդ Հայկը ինչ ասեց։ Այ, ոչ բանը չեմ խոսած Հայկնիկ, եթե բան չունես ասելու, անջատում եմ։ Անջատի, դու դրա մասնագետն ես։ Խնդրեմ, անջատեց։ Շուշանն էր, ասում եմ Մարիին տեղափոխել են պալատ, համաձայնվել է, որ վաղը վիրահատություն անեն։ Բարմանը ինչի չի զանգել։ Ինչ իմանամ, Վարդան ջան։ Համջան, ես ու Արշակը մտնենք Մարիի մոտ, հեսա կգանք։ Եղավ տղեկ ջան։ Գնացեք գործնային նայեք։
Մամաս ինչ ես անում։ Մարի իրերն եմ հավաքում, որ տանենք հիվանդանոց։ Ոնց։ Մարին այսօր չի գալու։ Չէ, տղա ջան, մնալու է հիվանդանոցում, որ վաղը վիրահատեն։ Պապան ա զանգել քեզ ասել։ Հա, պապատ ասել։ Պապան գալի է քո հետևից, որ քեզ տանի հիվանդանոց։ Չէ, պապայի թույսին չէ մնացրի, ես մի բանով կգնամ, շատ գոհ շնորհակալ եմ նրանից։ Հիմա ինչ է եղել, որ պապայից նեղացել ես։ Ոչ բան էլ չի եղել, դու Անժելին կանչի թող գա ինձ օգնի, հա, քիչ խոսա։ Անժել։ Անժել, արի Մարիի սենյակ։ Որ գոռալով լիներ, ես էլ կգոռայի։ Մամ, բայց ես չգոռացի, Անժելին կանչեցի։ Ասա Դավիթ։ Անժել ջան, արի ինձ օգնի, սպիտակ եղանը տոպրակի մեջ տնենք։ Ես հիմա կբացեմ դուռը։ Այն չէ սպիտակ եղանից դին տոպրակի մեջ։ Որ տանենք հիվանդանոց, վաղը վիրահատելու են Մարի։ Ինչ լավ է, չէ մամ։ Հա, լավ է, շատ լավ է։ Մամ, փոստատարն է եկել, ասում է մեծերից ով կա տանը, թող գա ստորագրի ու նամակը վերցնի։ Նամակ։ Ինչ նամակ։ Չգիտեմ, մենակ են իմացա, որ Ռուսաստանից է ուղարկած։ Լավ, դուք սպասեք այստեղ, ես հիմա կգամ։ Դիր մեջը։ Բա իմացար Մարին վիրահատելու են։ Հա, իմացա։ Քեզ ինչ եղավ, ինչ ես մտածում։ Դա այն նամակի մասին, որ Ռուսաստանից է եկել։ Մտածում ես կարող է քերիդ ուղարկած լինի։ Հա։ Անժել ջան, վերցրու։ Քեռի տա ուղարկել։ Ես գնամ իմ սենյակ կարդամ։ Գնա, խելոքս, գնա։ Արման, ինչի՞ չէիր զանգել։ Դե Մարին չթողեց։ Այդ Մարիից թույլտվություն ես խնդրել, հա։ Վարդան ինչ ես խոսում։ Ուղղակի պահի տակ տենց ստացվեց, որ Մարին իմացա, որ ուզում եմ ձեզ զանգել, չթողեց, չուզեց։ Ինչ էր արել, որ չթողեց։ Ձեռքերդ էր բռնել, թե հեռախոսդ էր խլել։ Վարդան լսի, Տղեկ ջան, մի րոպե, էլի ախորպես թե տականալու տեղ չի էլի։ Տականալու հարց չկա, Արշակ ջան, ուղղակի ուզում եմ իմանամ, ճշտվեմ էլ, ես մարդու վրա լույս կարելի է դնել, թե չէ։ Վարդան, լսի, ես քեզ բացարձակ ոչ մի ուրիշ բան ասելու ցանկություն չունեմ։ Ուղղակի ինչ ասած ես, որ այդ պահին տենց ստացվեց։ Բացատրելու կարիք չկա։ Ես ամեն ինչ էլ գիտեմ, ուղղակի այդ պահին ուզեցել ես Մարիի աչքերին հենց լավ է երևացել է։ Ինչ ասեմ ախր։ Եթե տենց հա չթողեր, չգնայր։ Ինչ ասեմ ես քեզ։ Ես տենց ջահելական խաղեր չեմ խաղում։ Տղեկ ջան, ես հեչ դրա տեղը չի էլի, ախր հիվանդանոցա բանը էլի։ Հա, Արշակ ջան։ Հետո կխոսանք Արման։ Ես ինչ է ուշացել եմ։ Արման, ես ուր եք։ Ոնց, ես բժշկի սենյակի մոտ եմ, փակա դուռը։ Ոնց։ Պալատ են տեղափոխել։ Հա, կգամ, բայց տեղը բացատրի, որտեղ է։ Հա։ Ահա, եղավ։